Վերջին զանգը հեռուստասերիալի սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Դիանա Գրիգորյանը ծնվել է 1982 թվականի ապրիլի 11-ին։ Նա սցենարիստ է, պրոդյուսեր և դերասանուհի, ով հայտնի է իր աշխատանքով Armenia TV-ում։ Նա իր կարիերան սկսել է 1999 թվականին որպես «Բումերանգ» հաղորդման հեղինակ և հաղորդավար։ 2004 թվականին նա ներկայացրեց «Իմ մեծ չաղ հայկական հարսանիքը» հաղորդումը, որը մեծ ճանաչում ձեռք բերեց։ 2007 թվականից սկսած Գրիգորյանը սկսել է սցենարներ գրել հեռուստասերիալների համար, որոնցից շատերը մեծ հաջողություն են ունեցել։ Նրա ստեղծագործություններից են «Ճակատագրի գերիները», «Դժվար ապրուստ», «Հարազատ թշնամի», «Առաջնորդները», «Նռան հատիկ», «Անհասցե ծնվածները», «Սարի աղջիկ», «Երթում», «Կույր աշխարհ», «Մոխրոտի երազները» և այս շրջանում շարունակվում են «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները։ Դիանա Գրիգորյանն ավարտել է Երևանի թիվ 82 միջնակարգ դպրոցը 1998 թվականին, այնուհետև ընդունվել է Հրաչյա Աճառյանի անվան պետական համալսարան, որտեղ 2003 թվականին ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան։ Նա ամուսնացած է եղել Արսեն Սարգսյանի հետ և ունի 2 երեխա։ Դիանա Գրիգորյանի աշխատանքները հաճախ են արժանանում քննադատության, սակայն չնայած քննադատություններին, նրա սերիալները շարունակում են բարձր դիտումներ ունենալ։ Այսօր կեսգիշերին Դիանա Գրիգորյանի համար օրը սկսվեց անմոռանալի ու հուզիչ։ Նրա ծննդյան օրը մեկնարկեց սիրով ու ջերմությամբ լի անակնկալներով, որը կազմակերպել էին «Վերջին զանգը» սերիալի դերասանական և ստեղծագործական թիմի անդամները։ Նրանք անակնկալ կերպով այցելեցին սցենարիստին նրա սիրելի երաժշտության ուղեկցությամբ, ծաղիկներով, տորթով ու գեղեցիկ բարեմաղթանքներով։ Տարածքը ձևավորված էր տոնական ու հեքիաթային ոճով։ Ամբողջ գիշերվա ընթացքում տիրում էր ուրախություն ու անկեղծ ծիծաղ։ Դիանան հուզվել էր անակնկալից, իսկ նրա աչքերում երախտագիտության շողեր կային։ Հյուրերը պարեցին, երգեցին ու կիսեցին անկեղծ խոսքեր, ընդգծելով Դիանայի ներդրումը հայկական հեռուստատեսության մեջ և իրենց կյանքում։ Դիանա Գրիգորյանն իր հարցազրույցներից մեկում, խոսելով իր երազանքների մասին, նշել է. «Իմ գլխավոր երազանքը մեր երկիրը ծաղկած տեսնելն է։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է պարտավորված լինի ապրել արժանապատվորեն։ Ես չեմ կարողանում խոսել այս մասին առանց հուզվելու։ Մեր հերոսները չկան, իսկ մենք ապրում ենք։ Մենք պետք է այնպես ապրենք, որ ապացուցենք աշխարհին՝ իրենք կույր են եղել ու անարդար։ Մենք հաղթող ենք այնքանով, որքանով մեր ոգին է հաղթող։ Մենք պետք է կարողանանք այնքան վառ պահել իրենց հիշատակը, որ մեր ձայնը հասցնենք ամբողջ աշխարհին ու ապացուցենք մեր հաղթանակը, արդարությունը, ճշմարիտ լինելը։ Հասկանում եմ նրանց, ովքեր հիասթափված թողնում գնում են, բայց գնալով հարց չի լուծվում, որովհետև մեր թշնամու գերնպատակը պառակտումն է։ Եթե մենք գնանք, ապա ով պետք է շենացնի մեր երկիրը, ինչ-որ գործով աղմուկ հանի, բղավի, խոսի մեր մասին, մեր պատմությունը հասցնի։ Միշտ ամեն ինչ արել են ծրագրավորված, որպեսզի մեզ ցավ պատճառեն ու աշխարհը մեր մասին մոռանա։ Բայց մենք միևնույն է փորձել ենք ծաղկեցնել ու ապրել ենք, որովհետև ունեցել ենք հերոսներ, կարողացել ենք ոտքի կանգնել։ Մենք պետք է ուժեղ լինենք ու ծաղկեցնենք մեր երկիրը ոչ թե նախանձով, ոչ թե չարությամբ կամ մեղադրանքներով, որովհետև բոլորս էլ սխալական ենք, պետք է մեր սխալների վրա կառուցենք ճիշտը։ Դերասանուհին խոսելով լավագույն նվերի մասին, նշել է, որ իր համար ամենամեծ նվերը խաղաղությունն է, և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իր կողքին են, ովքեր իր օրը տոնի են բերածում, ովքեր հավատարիմ ու անդավաճան են իրեն։ Ես հարուստ եմ այդ մարդկանցով և նրանց շատ շնորհակալ եմ, ասել էր Դիանա Գրիգորյանը։ Մենք ևս միանում ենք բոլոր շնորհավորանքներին և ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կեսգիշերին արված գեղեցիկ անակնկալի կադրերը։ Barեկամներ
Հայրը